Ժողովուրդ 3 չխայնածել էի ու ճնշումս լավ ընկել էր։ Էս բուլկիները եկան ընձի փրկության։ Խմորը ամբողջ ուժով հունցեցի, ներվերս հանգստացավ, բուլկին էլ կերա, համ տրամադրությունս բարձրացավ, համ էլ ճնշումս։ Քել Հարազատ ջան, նստածդ տեղից ել ու գնա խոհանոց սարքելու։ Տակ կաթ, շաքարավազ, խմորիչ այլուր, մի լավ կխառնեք ու կտնեք մի կողմ 15-ից 20 րոպեով։ Հետո կավելացնենք մնացած շաքարավազը մի պտխունց աղձու, հալեցրած կարակ ու մաղած այլուր։ Կհունցենք ու կստանանք ձեռքերին կպչող խմոր, իսկ հետո կլցնենք բուսայուղ ու լավ մե 5-ից 6 րոպե հավեսով ինչ կան ուժ ունի կհունձեք, ներվերդ կհանգստացնեք։ Կծածկենք սննդային թաղանթով, հետո սրբիչով ու կդնենք տաք տեղ 40 րոպե։ Հասունանալուց հետո կհունցենք ու էլի կդնենք 40 րոպեով տաք տեղ երկրորդ անգամ հասունանալու։ Որից հետո կբաժանենք գնդերի յուրաքանչյուրը 100 գրամ։ Գնդերը կծածկենք սրբիչով օր չչորանա ու կանցնենք գործի։ Առաջին տարբերակը հյուսքն է։ Խմորը կբացենք օվալաձև, շաղ կուտանք այլուր պարտադիր ու կծալենք։ Հետո կտրվածքներ կենենք ու կսկսենք հյուսել։ Հետո թարս կդարձնենք ու կդնենք միջուկը։ Միջուկը պարտադիր պետք է եղնի շատ թանձր, որպեսզի չծորա։ Ես վերցրել եմ ջեմ։ Միջուկը դնելուց հետո կհավաքենք ու կփակենք բոլոր կողմերից ու արդեն կանցնենք երկրորդ տարբերակը ձևավորելուն, որը ել ավելի հեշտ է։ Խմորը կգրտնակենք օվալաձև, կդնենք միջուկը, կփակենք մեկ շերտ, հետո կտրվածքներ կենենք ու կփաթաթենք։ Բոլոր բուլկիները ձևավորելուց հետո սրբիչով կփակենք ու կթողնանք 15 րոպե։ Հետո վրանք քսենք կաթ ու ձվի դեղնուց կուղարկենք ջեռոց։ Վերջ, բարի ախորժակ։